խոհարար մասնագիտության վարկանիշը շատ բարձրացել է։ Եվ նույնիսկ այն ուսումնարանները, որ երբևէ չեն ունեցել այդ խմբակները խոհարար մասնագիտության, հիմա ջանում են, որ բոլորը ունենան։ Այնտեղ որևէ խնդիր հավաքագրման չկա։ Այսինքն եւ խոհարար մասնագիտության վարկանիշն է բարձրացել, եւ խոհանոցի, մեր ազգային խոհանոցի նկատմամբ վերաբերմունքը կտրուկ փոխվել է։ Ձեռնարկերի հետ կապված խնդիր ունենք։ Ես խոհարար մասնագիտության ձեռնարկի հետ էլ մեծ խնդիր եմ տեսնում, որովհետև մենք չափորոշիչը եւ ուսումնական պլանը հարմարեցրինք ժամանակակից պահանջներին, այսինքն ազգային խոհանոցին միտված, բայց ձեռնարկը եկավ 50 տարվա այդ զբորնիկ ռեցեպտուր SSR-ը թարգմանվեց հայերեն, եւ մենք այնտեղ գրում ենք ազգային խոհանոցի պատմություն եւ նրա զարգացման փուլեր կամ գործնական աշխատանք, այսինքն գործնական թեմա, գործնական մոդուլներ, բայց այնտեղից գալիս է կիևսկի կոտլետ, գուլաշ, չգիտեմ ինչ, մի 100 տարվա կերակուրներ, որոնք մրցունակ չեն, ընդհանրապես մրցունակությանը չեն դիմանում։ Այսինքն երբ որ մենք ասում ենք ազգային մեր ինչու պիտի մեր ուսանողը սովորի կիևյան կոտլետ, կիևսկի կոտլետ, չգիտեմ։ Ինչու պիտի հագանինչ սովորի, ինչու պիտի մախոխի մասին չիմանա, փլոլի մասին չիմանա, մշոշի մասին չիմանա, ինչու պիտի ականջապուրի մասին չիմանա, դարլաուզի մասին չիմանա, թիրիթի մասին չիմանա, չորութի մասին չիմանա։ Դրանք բացառիկ երևույթներ են, որ տեսեք նշածս հանգամանքը անի հետ կապված։ Մենք դաշտային աշխատանքներ իրականացնելուց իսկ իրականացրեցին մասնագետները, հանկարծ կարծիք չստեղծվի, որ մենք խոհարարներով գնացինք բանավություն ինչ որ ազգագրական երևույթներ, մտան երևույթների մեջ, ոչ։ Մեր կազմակերպության շրջանակներում կան ազգագրագետներ, ովքեր գործուղեցին եւ գնացինք։ Նյութը, տեսանյութը բերված է։ Մարդը երիտասարդին հարցնում են. ով է ազգությամբ, ասում են հունգարացի։ Իսկ ծագումով հայ է։ Որտեղ ես գիտես որ հայ ես։ Որտեղ մեր տանը տոնական օրերին պատրաստում ենք հայկական կերակուրներ։ Այսինքն այստեղ նույնիսկ ինքնության մասով ազգային խոհանոցը վերջին դերում չի, ինքնության պահպանման մասով։ Մարդը դիմագից է, լրիվ չեք պատկերացնի Ռումինիայում դեմքն էլ հայի նման չի։ Ազգանունը չկա, լեզուն ընդհանրապես չկա։ Հավատքը կաթոլիկ է։ Բայց ինքը գիտի ծագմամբ հայ է, որտեվ նոր տարուն դալաուզի են բաժանում իրենց մոտ։ Նոր ունեն ականջապուրի պատրաստման տոն են անում։ Ականջա մի չքնաղ բան է, տեսնեք ամբողջ այդ նյութը մենք բերել ենք, տեսնեք ոնց են պատրաստում, Գերդաստանով 30 հոգով այդ կերակուրը պատրաստում են, որ այդ տոնին փոքրիկ մանր այսպես խմորից պատրաստված բան է, մեջը միս։ Եվ հազարավոր այդպիսի բաներ, այսինքն այդ նաև համախմբող իրավիճակ է։ Ինչու է հենց ականջապուրը մնացել։ Որտեղ ականջապուր պատրաստում է մի 20 հոգով, 30 հոգով։ 3-4-5 ընտանիքով հավաքվում են, մեկը միսն է անում, մեկը կտրատում է, մի քանի հոգի, որ տեսնեք մի հիասքանչ վիճակ է։ Օրը նշվում է այդպիսի կերակրատեսակ է ականջապուր։ Մարդը հայերեն որևէ հնչյուն չի կարող արտաբերել, բայց ապուրների անունները, կերակուրների անունը հայերեն հնչեցնում է։ Մի չքնաղ երևույթ է։